հիմքն այն է, որ 4 սենյակներ են իրար կցված միջանցքներով եւ ամեն մի սենյակում կա բանալի եւ բանալին պետք է վերցնես, որպեսզի կարողանաս դուռը բացել եւ անցնել մյուս սենյակ։ 14-ամյա Լիովնիկ Դավթյանը Թումոյի ուսանողներից է։ Վերջին 6 ամսվա ընթացքում կենտրոնում մասնակցել է խաղերի ստեղծման դասընթացներին։ Թումո պորտֆոլիո ցուցադրության ընթացքում այցելուներին է ներկայացնում իր ստեղծած առաջին խաղը, որին դեռևս անուն չի դրել, բայց հույս ունի, որ շատերի կողմից կսիրվի այն։ Անուն դեռ չէ, առաջի ստեղծած խաղն է այստեղ գրվում է անգլերենով այո դուք հզոր եք Վահագի մարզիչի անունն է, ով որ պետք է ստուգեր խաղը, ես գրեցի Վահագ, դուք հավաքել եք բոլոր 4 բալանները եւ դուք այժմ հաղթող եք։ Թումո պորտֆոլիոն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անցկացվող ցուցադրություն է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններում։ Նպատակը դասընթացների արդյունքում ուսանողների կատարած աշխատանքները հանրության ուշադրությանը ներկայացնելն է։ Տարին 2 անգամ կազմակերպվող այս միջոցառումն այս անգամ անցկացվում էր Թումոյի 4 կենտրոններում միաժամանակ։ Պարզապես ցուցադրում են երեխաների աշխատանքները, հրավիրված են բոլորը, բաց միջոցառում է, որպեսզի ուսանողների ընկերները, բարեկամները, ծնողները կարողանան տեսնել, թե ինչ աշխատանքներ են կատարել, ավելի լավ ծանոթանան Թումոյի ծրագրին։ Պորտֆոլիոները այստեղ կազմակերպվում են, որպեսզի խթանեն ու ոգեշնչեն Թումոյի անդամներին։ Վերջիններս իրենք են խոստովանում, որ Թումո հաճախող ուսանողների կյանքում ստեղծագործելու նոր հնարավորություններ են բացվում։ Ես հիմնականում իմ ընտրածից մեջ հասկացել եմ, որ մարդը պետք է լինի շատ ուշադիր, իր կատարած աշխատանքին պատասխանատու լինի, եւ այստեղ իմ բնավորության մեջ փոխեց իմ մանրակրկիտ եմ ավելի դարձել։ Խաղերի ստեղծման, երաժշտության, գրաֆիկական դիզայնի, լուսանկարչության եւ անիմացիայի դասընթացների արդյունքում ստեղծված աշխատանքներն ուսանողները իրար հեշտ չտալով առանձնակի ոգևորությամբ էին ներկայացնում։ Այստեղ մեր բարեկամները նվագում են դուդուկ, իսկ հայը նվագում է սաքսոֆոն, այսպես փորձում ենք համադրել երկու մշակույթները իրար։ Գրաֆիկ դիզայն առաջին մակարդակի համար պետք է ստեղծենք շարժողական անիմացիա, շարժողական գիֆեր, որոնց համար պետք է օգտագործենք ընդհանրապես երկրաչափական պատկերներ, դա էլ հենց ընկած է գրաֆիկական դիզայնի հիմքում։ Կենտրոնում սովորելու ցանկություն ունեցող երեխաների թիվն այսօր մեծ է։ Ըստ Թումո Գյումրիի ղեկավար Նարե Ավագյանի, այս պահին մոտ 300 ուսանող կա հերթագրված, որոնք սպասողների ցուցակում են։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հնարավորություն ստեղծենք թե տարածքային եւ թե համակարգիչներ, որպեսզի սպասող ուսանողները կարողանան հնարավորություն ստանան մաս կազմելու Գյումրիի Թումոյում։ Մարինե Դերբենյան, Հովհաննես Խաչատրյան, Օրագիծ։